Չգիտեմ, արդյոք հնարավոր է եկեղեցում բարեփոխումներ անել, որովհետև շատ խորն արմատները համակարգի հիվանդ լինելու եւ սխալ լինելու պատճառով շատ ավելի մարդիկ են զոհվում եւ շատ ավելի ընտանիքներ են դժբախտանում։ Չկա այնպիսի մի լուրջ ուղղվածություն նույն թեկուս վերցնենք հակաիշխանական ուժեր, որոնք որ անկեղծ հակաիշխանական են։ Երաժշտության արմատները այդքան էլ հին չեն, 80-ական թվականներում Չիկագոյում ստեղծված Warehouse ակումբում այն ժամանակ private event-ներ էին անում եւ հենց այն թվերին այդ գեյ շարժումը սկսվեց այդ փակ ակումբներում։ Իհարկե ակումբային երաժշտությունը առհասարակ այդ շարժման հետ կապ չունեցավ, բայց սկիզբը սկսվեց այդպիսի մթնոլորտում, այդպիսի միջավայրում, որտեղ որ իրականում կային այնպիսի երևույթներ, որոնք որ հասարակության համար մինչ օրս ակումբային երաժշտությունը ինչ որ ձևով փորձում են ասոցիացնել նաև նման երևույթների հետ, բայց ակումբային երաժշտությունը իր զարգացման ընթացքում շատ ավելի մեծ արժեք ստացավ, այսինքն չմնաց այդ մակարդակով եւ այդ սահմանների մեջ, հա, արդեն գրավեց ամբողջ շոու բիզնեսը եւ շոու աշխարհը, այսօր հնարավոր չի տեսնել այնպիսի մի հայտնի երգիչ երգչուհու կամ խմբի, ով իր ստեղծագործությունների մեջ, եթե իհարկե զուտ ուղղվածությունը ռոք չի կամ բլյուզ չի, նա չի օգտագործել ակումբային ռիթմեր։ Եվ ակումբային երաժշտությունը դարձավ ամենամասսայականը։ Դու շոու բիզնեսի մի մասնիկ ես։ Դու շոու բիզնեսի մեջ մտածես հայկական։ Ոչ։ Ես մասնիկ լինելով չես մտնում դրա մեջ։ Երբեք եւ ձգտում երբեք չեմ էլ ունեցել, որովհետեւ մանավանդ հիմիկվա շոու բիզնեսը, որ ես գտնում եմ, որ կիսամեռ թոփալ վիճակում է գտնվում եւ ոչ թե հիվանդանոցում է գտնվում, այլ արդեն իրան թաղում են, ես հաստատ չէր ուզենա դառնալ այդ շոու բիզնեսի մասնիկը։ Եվ պատճառներ իրականում կան շատ լուրջ։ DJ վակցինա, Արուսիկ, ազգանունը ոչ գրված չի, դժվար է։ Մկրտչյան, շո մենք իմացանք։ Եթե դու շոու բիզնեսի մեջ ես, շոու բիզնեսը քեզ ոնց է վերաբերվում։ Վերաբերվում իր կարծիքը, թե շատ նեյտրալ, որովհետև դու չկաս իրանց մեջ։ Ես չեմ խանգարում ոչ մեկին, բնականաբար, որ ասեմ օգնում եմ այդ որպես այդպեսին էլ ինչ որ բան չկա, բայց մենք ունենք ընդհանուր ինչ որ եզրեր, թե միջավայրի, երբեմն դրանք միջոցառումներն են, որտեղ որ երբեմն հանդիպում ենք ես եւ շոու բիզնեսի աստղերը։ Միջոցառումները դերմանք են նախագահի ընտրական։ Չէ, դրանք օրինակ մեծ ընկերությունների կորպորատիվ փակ միջոցառումներն են տարեկան։ Բայց նախագահականում նախագահականի փակ միջոցառումներին նույնպես մասնակցում ենք։ Իսկ նախագահական լուծներին նվիրված։ Ոչ, ես ինքս երբեք չեմ մասնակցել։ Դու չես մասնակցում։ Չնայած որ կուսակցական տարբեր առաջարկներ եղել են, այսինքն իրանց ինչ որ քայլարշավին հետ զուգընթաց ինչ որ իվենտ անել, ես միշտ ասում եմ, որ ես զերծ եմ նման բաներից։ Ունես քաղաքական ինչ որ։ Ոչ։ Դու ես ապարիտիչն եմ արդես։ Որովհետև չեմ գտնում, որ հիմա հնարավոր է ինչ որ առողջ ընտրություն կատարել եւ ընտրել այն ուղղությունը, որը որ իրականում ունի, այսինքն ես գտնում եմ, որ հիմա ինչ էլ անում են, ամեն ինչը խաղ է։ Չկա այնպիսի մի լուրջ ուղղվածություն նույն թեկուս վերցնենք հակաիշխանական ուժեր, որոնք որ անկեղծ հակաիշխանական են։ Դու մասնակցում ես։ Երբեմն։ Պայմանագիր ունես որևիցե միացության հետ։ Ինչի հետ։ Պայմանագիր ունես միացությունների հետ։ Օրինակ պաշտպանության նախարարության հետ, ոչ մի պետական մարմնի հետ ես փորձում եմ մնալ շատ անկախ եւ անկեղծ։ Որովհետեւ դա շատ կարեւոր է, որ նույնիսկ փոքր ինչ որ պատասխան, այսինքն փոքր ինչ որ կապը ավտոմատ պատասխանատվություն է ենթադրում
եւ ավտոմատ ինչ որ պարտականություններ ինչ որ չափ, որը որ ես գտնում եմ, որ ես ունեմ դեռևս այն ուժը, կարողությունը եւ ինքնուրույնությունը, որ չտրվեմ այդ ալիքին։ Դու ոչ պոլիտիկայի մեջ ես, ոչ շոու բիզնեսի մեջ ես համարում քեզ, բայց շոու բիզնեսը քիչ է նայես դանում։ Ես դա կարդացել եմ։ Ինձ պատմել են։ Չէ, իմ վրա ես միգուցե դուք ինչ որ այլ ինֆորմացիա ունեք, որը ես դեռևս չունեմ, բայց Ունենաս, հա։ Հա, եւ չեմ վախենում ընդհանրապես։ Միգուցե ինչ որ հակադրվող բան կա, չեմ կարող դա բացատրել ինչու է այդպես ստացվել, միգուցե նրա համար, որ ես շատ անկեղծ միշտ իմ կարծիքն եմ հայտնում շոու բիզնեսի մասին եւ որոշ աստղերի մասին։ Հիմա խոսանք ազատատենչության եւ կոնսերվատիվ լինելու բանի վերաբերյալ։ Այո։ Որն է ազատատենչությունը։ Ինքն է ազատ լինելը։ Ինքն ստիպել սաղին որոշել, որ դու ազատ ես։ Ես ինձ այս վերջերս ասեցին, որ ես միամտության աստիճանի արդար եւ ազնիվ խոսող եմ ուղղակի, որը ինձ ի վնաս է միշտ լինում եւ իրականում ես դա հասկացել եմ, որ բայց չեմ զղջում եւ չեմ նեղվում դրանից, որովհետեւ շատ քչերը կարող են իրենց թույլ տալ միշտ ասել այն, ինչ իրենք կարծում են։ Օրինակ ինչ է դու կարծում եւ ասում։ Յուրաքանչյուր սիտուացիայում, յուրաքանչյուր տիպի մարդու հետ ես կարող եմ, եթե չեմ գտնում ընդհանուր ինչ-որ եզրեր, միշտ հակաճառում եմ, անկախ ամեն ինչից, եւ եթե վերցնենք եթերները, որ շատ մարդիկ ինձ քննադատում են, ինչու ես դու public լինելով եթերում թույլ տալիս քեզ թեմաների հետ շատ ինչ-որ նուրբ թեմաների հետ կապված այնպիսի կարծիք ասես, որ հետո քլնգեն քեզ։ Որոնք են էլ այդ նույն մանամ է։ Օրինակ, ես հիշում եմ, որ ժամանակին ինձ կանչում էին, քանի որ թե այդ ժամանակ դեռ բալիկ չունեի, կանչում էին Կարմիր խնձորի թեմաների հետ կապված, ու իրենք միշտ գիտեին, որ ես ապահովելու եմ այդ իրենց բարձր ռեյտինգը, որովհետև ինձ բնականաբար ընդդիմադիր դնում էին այնպիսի շատ հայեցի մտածող մարդկանց հետ, եւ միշտ ինչ-որ կոնֆլիկտ լինում էր, այնպիսի կոնֆլիկտ, որ առաջացնում էր մեծ ֆուրոր, որի մասին խոսում էին տարիներով, ամիսներով եւ այլն եւ այլն։ Այնուհետեւ թեմաները շարունակվեցին, երբ բալիկի լուրը եղավ, որ առանց ամուսնու որոշել է այս աղջիկը երեխա ունենալ, ինչպիսի ինչ-որ հերոսական քայլ երևի թե, եւ նույնպես սկսեցին ինձ հետապնդել տարբեր լրագրողներ եւ մարդիկ։ Գուցե մեր հասարակությունը հիվանդ է։ Ես գտնում եմ, որ շատ առումներով միգուցե շատ առողջ է մնացել, բայց շատ առումներով հիվանդացել է։ Ես չեմ տեսնում այդ առողջ լինելու պարագան։ Հիմա հասարակությունը հիվանդ է։ Եթե խոսում է առանց ամուսնու երեխա ունենալու մասին, եթե խոսում է Կարմիր խնձորի մասին 21-րդ դարում, ուրեմն այս հասարակությունը հիվանդ է 100%-ով։ Դու շատ լուրջ է հիվանդ։ Մի անգամ հայր ու վրացիները քաղաքական գործիչները կռիվ էին անում այդ թե որ ազգն ավելի հին վրացիները թե հայերը ու եւ որ մի հատ հայը որ պնդում էր քաղաքական գործիչ ասեմ որ պնդում էր որ ինքը մենք ենք ավելի հին մոտսա մի հատ ուրիշ վրացորը պատմաբան էր ասին որոնք են ասում конечно հայերը այդքան հին են որ պիտի մեռնեն Չէ, մարդիկ կան, որոնք որ իրոք հիվանդագին սխալ մոտեցում ունեն առհասարակ բարոյականությանը, մարդու արժեքներին եւ նրանց համար մարդկային արժեքները սահմանափակվում են շատ մակերեսային գաղափարներով, որը որ ցավոք օրինակ իմ համար անընդունելի մակերեսային են եւ ինձ օրինակ շատ դժվար է բախվել նմանատիպ կատեգորիայի մարդկանց հետ որոնք որ կարող են մարդուն քննադատել եւ դատել եւ փորձել նույնիսկ վնաս հասցնել զուտ նրա պատճառով որ նա իրենց պատկերացումով ինչ որ ուրիշ կյանքով է ապրում որ նա այդ ուրիշը ես չեմ պատկերացնում միգուցե այն որ ես երեկոյան ժամերին գնում եմ աշխատանքի բայց նույն կերպ բուժքույրերը եւ բժիշկներն են գնում ուշ ժամերին աշխատանքի ես ընդհանրապես երաժշտություն եմ մատուցում
եւ ունեմ միգուցե վառ կերպար, բայց դա տրակտովկա անել այն ձևով, որոնք որ շատ հիվանդ մարդիկ տրակտովկա են անում, իմ համար ուղղակի անհասկանալի է։ Ու այն դեպքում, երբ դու մարդուն չես ճանաչում, առհասարակ հայրի մոտ կա նմանատիպ քննադատական մոտեցում ամեն ինչին եւ բոլորն իրենց մինի դատավորներ են զգում։ Հայերս իրում են դատել։ Այո։ Այդ կա։ Ու ասեմ իդեպ մի այսպիսի այս վերջերս արած հետևություն իմ կողմից, որ շատ բարոյականությունից խոսող եւ շատ բարոյական կերպար կերտել փորձող մարդիկ երևի ամենաանբարոյականն են։ Ես նոր եմ երևի դա արդեն վաղուց բացահայտած հեծանիվ էր, ես 29 տարեկանում նոր բացահայտեցի։ Ցավոք սրտի։ Դա այդ ամեն ինչը։ Դու առողջ ապրելակերպի ջատագով թեթև նարկոտիկները, մարիխուանան, լեգալիզացիա պետք է անել, թե ոչ։ Գիտեք, աշխարհի փորձը դիտելով, թեկուզ նույն Հոլանդիայի կամ որոշ այլ երկրների, որտեղ լեգալիզացիան, գիտեք ոնց հայրը պատրաստ չեն դեռ։ Յուրաքանչյուր մարդ ունի իր ներքին այնուամենայնիվ կանոնները օգտագործելու ազատություն եւ գտնում եմ, որ շատ մարդիկ, մանավանդ մեր հասարակության մեջ, իրենք այդ ներքին կանոնները եւ ներքին սահմանները չունեն, չեն էլ հասկանում։ Դրա համար խոսել Հայաստանում նմանատիպ լեգալիզացիայի մասին դեռևս շատ շուտ է։ Բայց պետք է սկսել։ Ես գտնում եմ, որ ոչ։ Որովհետեւ եթե դու մեզ չես միանում։ Ոչ բնականաբար, որովհետեւ նույնիսկ կարծում եմ, որ ծրագիրը փակում ենք, ինքը չի միանում։ Չէ, շատ ավելի թեթև բաները նույնիսկ երբ որ լեգալիզացված եղան ճակերտավոր զուտ գիտակցական մարդիկ սկսեցին օգտագործել դա մաքսիմալ տգեղ։ Նույն վերցնենք թեկուս շատերի համար, թե աղջիկների, թե տղաների համար, ու տղաների համար այդքան էլ չէր, աղջիկների համար այդ սեռական ազատությունը, որը որ կարելի էր անել շատ ավելի գիտելիք թեկուզ ունենալով։ Սեռական ազատություն կա Հայաստանում։ Դա լրիվ այլասերված ձևով է օգտագործվել այդ ազատություն ասածը։ Դե հիմա յուրաքանչյուր մարդ գտնում է, որ ինքը իր կյանքի, իր օրվա, իր ճակատագրի տերն է եւ այս սպառողական մոտեցումն էլ ամեն ինչին, այսինքն շատ փող, շատ մեքենա, շատ հարուստ ընկեր։ Մեքենա ունես։ Եվ ես ասեմ, որ ավտովթարից հետո չեմ քշում։ Բայց ունեի եւ քշում։ Ես փորձում էի սովորել, բայց ես հասկացա, որ ես բլանդինկա եմ։ Հա, լավ, հասկացա։ Իդեպ ասեմ, այն հասարակությունը, որտեղ կա իբր այսպիսի դոգմաներ եւ ստերեոտիպներ, կա հակառակ ծայրահեղությունը, որը իմ համար նույնպես շատ անընդունելի է, դա տղամարդկանց այդ անպատժելիության սինդրոմն է, լեգալիզացիա ժամանակի չի լինելու։ Դավաճանությունների նորմայի, չէ, դավաճանությունների նորմայի եւ այդ անբարոյական մթնոլորտի, որը իբր նորմա է մեր ու իդեպ ասեմ, որ այն նույն բարոյագետները, որոնք մեծ խոսում են, գտնվում են հենց առաջին շարքերում այն մարդկանց, ովքեր որ իրենք չգիտեն բարոյականությունը եւ բարոյական արժեքները, ես ինքս չեմ ուզում շատ խոսեմ այդ մասին, ուղղակի այնքան այս վերջերս մանավանդ դա ինձ դառնացրած թեմաներ են, որ ավտոմատ սրանից եմ խոսում։ Դու հոմոֆոբ ես։ Չէ, ասի։ Ես հոմոֆոբ չեմ միանշանակ։ Արուսիկ, մենք որ ես էլի վերադառնում եմ մեր հիվանդության, ազգի հիվանդության մասին։ Մենք կարող ենք ելնել փողոց, դուրս գալ փողոց եւ 50 դրամի համար կռիվ անել։ Այո։ Մենք կարող ենք 7 դրամի համար Հարաբաղում մարդիկ են զոհվում, բանակում։ Դրա մասին ոչ ոք չի խոսում, որովհետեւ դա փակ թեմա է, դա ազգային թեմա է։ Եկեղեցին Հայաստանում ունի մի հատ ինձ ասեմ մաֆիայի դերակատարություն, դրա մասին ոչ ոք չի խոսում, դա հիվանդություն չի, դա էլ է հիվանդության մասին խոսում, չէ՞։ Այո։
Ինչ դու քո կարծիքով, ես չեմ դու ինչքան ես ճանաչում այդ օրենքները Հայաստանի Հանրապետության, քո կարծիքով կամ քո տեսակետով Հայաստանի քաղաքացին պիտի ծառայի Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղը вообще ումն է, Լեռնային Ղարաբաղը вообще ինչ է։ Ես գտնում եմ, որ խնդիրը այստեղ ոչ թե այդքան Հայաստանի եւ Ղարաբաղի է, այլ համակարգի է ընդհանուր, որովհետեւ եթե մենք վերցնենք մահացությունների դեպքերը սահմանի վրա կոնկրետ Ղարաբաղի եւ այն մահացությունների դեպքերը, որոնք որ առհասարակ բանակում են տեղի ունենում, միանշանակ գտնում եմ, ոչ թե գտնում եմ, այլ թվերով կարելի է դա ապացուցել, որ համակարգի հիվանդ լինելու եւ սխալ լինելու պատճառով շատ ավելի մարդիկ են զոհվում եւ շատ ավելի ընտանիքներ են դժբախտանում։ Եվ այս պահին ես կուզենամ ավելի շատ ակցենտը դնել հենց դրա վրա, որ խնդիրը գալիս է ոչ թե մեր անմիջական թշնամուց այս պահին, այլ ներսի թշնամուց, եթե մեզ թույլ տանք այդպիսի արտահայտություն, որը շատ ճիշտ արտահայտություն այս պահին կլինի։ Իսկ եկեղեցին դեմնալու է մաֆիա։ Ոյ, չգիտեմ, արդյոք հնարավոր է եկեղեցուն բարեփոխումներ անել, որովհետև շատ խորն արմատները ամեն ինչի, ասեմ, որ եկեղեցու մասին եւ առհասարակ այս թեմայի հետ կապված շատ է եղել, որ ինձ էլի կանչել են եթերի եւ դրանից հետո մոտ միևնույն 1 տարի եւ ոչ ավելի պակաս խոսում էին դրա մասին, դրա համար ես այս պահին կշրջանցեմ։ Շո, բարի